մեկ։ Ուրեմն քաղաքական 18 ուժեր, որոնք մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, տարբեր բաներ են խոս տալիս։ Բայց ձեր բոլորի ուշադրությունը հրավիրում եմ ահա այստեղ։ Խնդրում եմ մի փոքր տեղ բացեք, մի փոքր տեղ բացեք։ Տեսնում եք ահա այս լարերի, այս խճճված, կիսափրկված վիճակը։ Խնդրում եմ բացեք ճանապարհ, թող օպերատորները ֆիքսեն դա։ Իրենց խոստված եւ կատարածը լավագույն դեպքում սա է։ Խնդրում եմ նայեք ու պատկերացում կազմեք, թե քաղաքական ուժերը ինչպիսի վերաբերմունք ունեն տարական, քաղաքային, կոմունալ խնդիրները կառավարելու եւ հետագայում ձեզ որպես քաղաքացիներ տարբեր բաներ խոստալու։ Եթե մենք վերցնենք ցուցակը 18 քաղաքական ուժերի եւ նայենք թե ինչեր են նրանք խոս տալիս ձեզ, ապա կարելի է հայտարարել մրցույթ եւ այդ մրցույթում հաղթողներ կճանաչվեն բոլոր նրանք, ովքեր ամենաաբսուրդ բաներն են ձեզ խոս տալիս։ Մինչև մենք անդրադառնանք քաղաքական ուժերի խոստովացին, սիրելի քաղաքացիներ, դուք կարող եք մոտենալ եւս ձեր մասով ջուր ծեծել, ընդգծելով ձեր վերաբերմունքը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տված խոստումներին, որովհետեւ 2021 թվականին Հայաստան դաշինքը խոսք էր տալիս, որ նրանք գնում են խորհրդարան ամեն ինչ անելու, որ գործող քաղաքական ուժը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այլևս Հայաստանում չունենա իշխանություն։ 5 տարի շարունակ ազգային ժողովում Հայաստան դաշինքը ունենալով տասնյակ պատգամավորներ չի կատարել իր տված խոստումը։ 2021 թվականի արտահայտ խորհրդարանական ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բոլորի խոսք է տվել, որ դեօկուպացիա է ենթարկելու Հադրութն ու Շուշին, թե ինչ տեղի ունեցավ հետո բոլորը գիտեք շատ ուզիչ է։ Ու այդպես շարունակ Բարգավաճ Հայաստան կուսակցություն ունենալով վերջին 15 տարվա մեջ 120 մոտավորապես մանդատ պատգամավորական, որևէ փոփոխություն էական Հայաստանի կյանքում չի իրականացել։ Ու այդպես շարունակ։ Այնպես որ սիրելի քաղաքացիներ, հունիսի 7-ին պարտադիր գնացեք ընտրության, գնացեք քվեարկեք բոլորին դեմ եմ կուսակցության օգտին, թույլ տվեք, որ բոլորին դեմ եմ կուսակցության կարևորագույն 3 կետերը կյանքի կոչվեն եւ մենք մեր խոստացածը կյանքի կոչենք։ Շնորհակալություն։ Իդեպ մեր հայոց լեզուն բավական հարուստ է, ջուր ծեծելու պրոցեսին 20-ից ավել հոմանիշ կա, քամի անել, գլուխ տանել, էլի լիքը օրինակներ կան, մոտակա օրերին կարող եք սպասել այդ բոլոր մտքերից ամենայուրահատուկների իրագործմանը, իսկ եթե լուրջ հազիվ ստեղծվել է հնարավորություն ազատ կամ ազատության ձգտող հայերին ու ՀՀ քաղաքացիներին գնալ ու քվեարկել ներկա քաղաքական մաղձի բոլորին դեմ, բոլորին գնահատական տալ ու թողել նույն դասարանում, ընտրելով քվեատերթիկ համար 2-ը, որը այդ բոլոր քաղաքական ուժերի իրական գնահատականն է։ Մենք վստահ ենք, որ Հայաստանում 100,000-ավոր բոլոր քաղաքական ուժերին դեմ քաղաքացիներ կան։ Միակ խնդիրը, որ նրանք իմանան, որ կա բոլորին դեմ եմ կուսակցություն, որը մեկին մեկ բոլորին դեմ քվեատերթիկի գործն է պլանավորում անել ու հունիսի 7-ին ընտրեն այդ քվեատերթիկը։ Քվեատերթիկ համար 2, բոլորին դեմ եմ։ Հեսա Սպարտակ Յուրեղյանն է երկու կարևոր հայտարարություն էլ բոլորին դեմ մարդկանց մասին համար։ Ուրեմն մենք այս 6 ամիսա ստեղծել ենք բոլորին դեմ քվեատերթիկը։ 50 միլիոն դրամ փող ենք ճարել ստեղից ընդեղից ու այս ընտրություններին այդ գումարը ծախսում ենք, որ դուք կարողանաք գաք ունտրեք բոլորին դեմ քվեատերթիկ համար 2։ Խնդրում ենք, եկեք այդ ամեն ինչը արեք, որ ստիպված չլինենք գնանք դրսերը աշխատենք, այդ փողը փակվենք։ Եկեք, որովհետև եթե դուք գաք ու ընտրեք, Հայաստանում փոփոխություն կլինի։
Եթե մյուս ուժերի հետևը կանգնած են ինչ-որ դրսի բաներ, մեր հետևում սուպեր հերոսներն են։ Մենք դեռևս ամբողջովին ուժի ցուցադրություն չենք արել։ Եթե դուք գաք մեզ ընտրեք, մյուս սուպեր հերոսները պատրաստակամություն են հայտնել, վերցնեն լորդերին եւ լորդուհիներին ու գան կանգնեն մեր կողքին։ Այնպես որ առաջարկում եմ այս ընտրություններին գալ ընտրել բոլորին դեմեմին։ Մենք իդեպ այս վերջերս բացել ենք Instagram-ում հաշիվ, որը ընդամենը ուներ 3 միլիոն հազար հետևորդ։ Այսօր կորել են այդ 1 միլիոն հետևորդը։ Ձեզ ենք ման գալիս։ Խնդրում ենք, մտեք բոլորին դեմեմի էջին եւ follow տվեք։ Մենք ունենք տեսանյութեր TikTok-ում, like մեջ արեք այդ տեսանյութերը եւ share արեք այդ տեսանյութերը, որովհետեւ երբ որ դուք դա անում եք, բոլորին դեմ քաղաքացին տեսնում է, կարողա չարձագանքի, կարողա կոմենտ չգրի, բայց կարևորը հունիսի 7-ին կգա եւ կընտրի համար 2-ին, բոլորին դեմեմին։ Ինչպես նաեւ մենք ամեն օր կազմակերպում ենք տարատեսակ ակցիաներ։ Մեզ ձեր օգնությունն է պետք։ Լուր մի մնացեք ձեր տներում։ Ձեզ գուցե փոքր ժամանակ ձեր դասեկները 2 են նշանակել ու դրանից նեղվել եք։ Մենք հենց դրա համար ստեղծել ենք համար 2 քվեաթերթիկը ու դուք կարող եք ձեր ձայնը արտահայտել քաղաքական ուժերին 2 նշանակելով եւ նույն դասարան թողելով։ Թող բոլոր քխուժերը հեռանան։ Սպայդերմենը մեզ պահապան։ Հիմա եթե լուրջ հարցեր կա, կարանք լուրջերին է պատասխանել։